լինում է դեպքեր, որ բիզնեսը մի բան է անում, արդյունք ունի, արդյունքից կարող է այդ բերքը քաղեն 1-2-ը, մնացածը մնան ստվերում։ Ընկերության մեջ խնդիր է լինում, երբ որ աշխատակիցը այդ մեր ինչ-որ բարձրունք հասնելուց իրան ոչ մի բան։ Այդտեղ էլ է միանգամից ինքը որ երկրորդ անգամ ուզում եք գնացեք։ Ու իսկապես երազելը կարևոր է, եթե անգամ երազում ես մի բանի մասին, որը կարող է անիրական է։ Դրա համար երազանքը իմ համար դրա համար է կարևոր, բայց այդ երազանք պետք է դարձնել նպատակ։ Օրինակ, ես պարտավոր եմ ինչ-որ բաներ անել, որ թիմի համար, իրանք պարտավոր են էլի ինչ-որ բաներ անել, որ այդ թիմը մնա ու հասնի նպատակին։ Ողջույն եւ բարի գալուս Job.am-ի YouTube-յան ալիք։ Դուք դիտում եք Jobcast-ը։ Այսօրվա իմ հյուրն է Սիրուն Մինասը։ Սիրուն, ողջույն։ Ողջույն Լիլիթ ջան, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես եմ շնորհակալ, որ ժամանակ եք հատկացրել եւ հյուրընկալել եք մեր տաղավար։ Սկսենք մեր զրույցը եւ իմ առաջին հարցը, որով ուզում եմ բացում անել, դուք շատ տարբեր ոլորտներում ունեք փորձառություն։ Բժիշկ վիրաբույժ եք, այս պահին ունեք բիզնես, Իդենը եւ Սիրունսքին բառը, եւ դրան զուգահեռ նաեւ մայր եք, կին եք, տարբեր հաղորդումներում նկարվում եք, ինչպես եք կարողանում այդ դերերը համատեղել, ո՞նց է ձեզ մոտ ստացվում։ Ինձ թվում է այդ ձեր նշած բոլոր դերերի համար կա հստակ նպատակ ու նաև պետք է գիտակցել, որ այդ բոլոր դերերը միմյանց հետ փոխկապակցված են։ Եթե դու ամեն դերի համար ունես հստակ նպատակ, ասենց այս to-do list-ով գնում ես քո բոլոր դերերի վրայով, հնարավոր է լինում համատեղել։ Մի քիչ դժվար, իհարկե ավելի, բայց փառք Աստծո, հələ որ ստացվում է։ Ու նաև ընթացքում դու անընդհատ սովորում ես ավելի ճիշտ թեկուզ ժամանակը կարող վարել, քո եղած հնարավոր ռեսուրսները օգտագործել։ Բայց գիտեք, հետաքրքիր բան կա, ես իմ վրա եմ նկատում ու ես էլ եմ աշխատում այդ ուղղությամբ ու իմ ընկերների շրջապատի մարդկանցից եմ շատ հաճախ այդ ֆիդբեքը լսում, որ երբ որ դու մի ոլորտ մտնում ես, դա կարող է լինել բիզնես կամ վերցնենք ցանկացած ոլորտ։ Ոնց որ անձիդ հետ մի հատ sense բան է առաջանում։ Խնդիր, բայց ես ինձ այսպես կարող եմ պահել, իսկ բա այստեղ ես այս նախասիրությունները ունեմ, եթե այդ բոլորը համատեղեմ, իմ թիմակիցները, իմ շրջապատի մարդիկ ինձ ճիշտ կընկալեն, թե սխալ։ Ու այստեղ մի հատ ներքին կռիվ է ստեղծվում ու արդյունքում ոնց որ դու կորցնես քո եսը, դու ինչպիսին ես։ Ես այդ խնդիրը ունեցել եմ ու հետաքրքիր է ձեր փորձը, դուք ոնց եք կարողանում այդ իմիջը ձևավորել, որ մարդիկ ձեզ ընկալեն այնպիսին, ինչպիսին որ դուք կաք, անկեղծ։ Չէ, չպետք է դու հարմարվես կամ փոխվես քո ցենց արժեքները գործի համար կամ ինչ որ նոր բիզնեսի համար։ Հակառակը դու ստեղծում ես մի բան, որը հենց քո արժեքների դրսևորումն է։ Այդ ժամանակ դու չես ունենում խնդիր անձի փոփոխության եւ այլն։ Դու ունենում ես խնդիր, երբ որ ինչ որ մի բան դեմ է գնում կամ հակառակվում է քո արժեքներին։ Իսկ ինչի չընտրել մի բան, որը չի հակառակվում արժեքներին, այդ ժամանակ ոչ մի բան չունենք փոփոխելու։ Ես չեմ խոսում անձնական աճի մասին, խոսում եմ այդ որ դու քո անձը կորցնես, չէ՞, այդ հիմնական այդ արժեհամակարգն է, որ ասենց ասած հիմք է լինում մեր որպես անձ, մենք մեզանից գոհ լինելու, ասենց ասած բանի ցուցանիշի համար։ Դրա համար ընտրում ենք, ստեղծում ենք կամ համագործակցում ենք այն գործերի հետ, որոնք մեր արժեքների հետ համահունչ են։ Օրինակ, չենք նկարվում այնտեղ, որտեղ նպատակը ուրիշ է, օրինակ ունի այլ նպատակ, այլ արժեք, այլ գաղափար է փոխանցում, որը իմ համար չի, օրինակ եմ ասում։ Կամ համագործակցել ինչ որ գործընկերոջ հետ, որը ինչ որ համբավ ունի մի բանում, որը չեմ ասում վատ է կամ լավ, զուտ այն չի, ինչ մենք ուզում ենք աշխարհում տարածենք եւ այլն։ Դից հազար ու մի մանր բաներ, թվում է մանր, թեկուզ աշխատակից այդ ժամանակ դու անձդ չես կորցնում, հակառակը
ստեղծում ես մի միջավայր, որը այդ քո ուզած արժեքները, որոնք հուսամ դրական են, Այո։ ծաղկելու ու հակառակ ավելի շատ տարածվելու հնարավորություն են ստանում։ Այսինքն խոսում ենք նաև մարդու ինքնատիպության մասին, Հա, որոշ որոշ չափով, որ չափով։ երբ որ մարդը ինքը իրենով կա այնպիսին, ինչպիսին որ կա, հետագայում իրեն գործելն էլ ավելի հեշտ լինում։ Բայց եթե դու մարդ ես, որ անընդհատ մտածում ես, բայց ես ինչպիսին եմ, բա ոնց անեմ, որ լավ լինի, արդեն Հա, խնդիր է։ ինձ թվում է սկզբից սկսենք դրանից, թե դու ինչպիսին ես, ինչ նպատակներ, արժեքներ ունես, տենց նույնիսկ հա ու չէ ասելը գործերին, գործընկերներին, չգիտեմ, ձերս նկարահանումներին ավելի հեշտ է լինում։ Այո։ Մեծամասամբ երևի, չգիտեմ, կարող է 50 հոգուց մեկը, որ ռեալ ինչ-որ մի պատասխան ունենա, իսկ կարա այդ նույն 50-ից մոտ 5-ը շատ անտրամաբանական պատասխան ունենա, օրինակ ես ուզում եմ մտածում եմ սովորեմ տնտեսագետ, որ այն մյուս տարի աշխատեմ կոսմետոլոգ։ Ասում եմ, Այդ բանը ոնց որ կապում են ձեր գործի հետ, որ իրենք չգիտեմ։ հա։ Այսինքն, չէ, ու հետագա քայլերն էլ տրամաբանական չի։ Այսինքն զուտ ինչ-որ օդի մեջ պատասխան, որի մասին իրանք իրոք լուրջ չեն նստել մտածել։ Ու կարող է մեկը ինչ-որ հստակ ասի, ես ուզում եմ սենց լինի, որովհետև 3 տարուց սենց եմ ուզում որ լինի, ու այդ ճանապարհով հիմա սենց փոքր քայլերով գնում եմ ու կարող է ինչ-որ ձև մեր մոտ աշխատելը կարա իր կոսմետոլոգ չի, օրինակ, ադմինիստրատիվ աշխատակիցը, ինչ որ դե աշխատում է, որ գումար հավաքի, գնա, չգիտեմ, որտեղ սովորի, պարտադիր չի հենց մեր ոլորտին։ Բայց տեսնում ես, որ այդ մարդու քայլերը տրամաբանական են։ Ինքն իրար հետևից ինչ որ շարունակական Այսինքն, եթե ինքը քայլեր են։ այդ քայլերը շարունակական անի, գուցե 1 տարի հետո հասնի իր նպատակին։ Բայց ոչ թե, չգիտեմ, Ցակուցերի հա, մտքեր։ ցակուցերիվ զուտ այդ պահին ինչ ասեն, ինչ հնարավորություն որ լինի, այն որ հա։ Դες պետք է նպատակ ունենալ ու հնարավորությունները նաև ընտրել կամ միգուցե օգտագործել այդ նպատակին հասնելու համար։ Իսկ դուք այդ, որ ասում եք, չեն տեսնում նպատակը։ Ավելի շատ որ սերնդի մոտ եք նկատում, հիմա շատ են մեր Z սերնդի մասին խոսում, մի քիչ որոշ դեպքերում գործատուները շատ ավելի բացասական, ախ, այդ Z սերունդը ամեն ինչ պահանջում է, բայց ոչինչ չի ուզում անի, ուզում է միայն վաստակի գումար, բայց չաշխատի։ Դուք ավելի շատ դա նկատում եք Z սերնդի մոտ, թե մեծ խառը տենց բոլորի, այս պահը բոլորի։ բոլորի մոտ։ Այս պահը բոլորի մոտ։ Ես չգիտեմ ինչա փոխվել էս մի քանի տարիների ընթացքում, բայց ամեն դեպքում աշխատաշուկայում այս պահին շատ աշխատանքի հայտարարություններ կան ու ունեն գործազրկության որոշակի մակարդակ էլ։ Ու դրանով կապված կան թեկնածուներ, որ այնքան արդեն ծանր կացության մեջ են, ցավոք սրտի, որ ցանկացած ընկերության դիմում են անգամ նպատակ չունենալով, զուտ որ իրենք աշխատեն։ Հա, դա էլ կարող է ազդել այդ իրավիճակի վրա։ Ինձ թվում է, եթե մարդ իրոք ուզում է աշխատի, ձեր ասածի պես շատ թափուր հաստիկներ կան։ Ոմանք ուղղակի հաճույք են ստանում ասելով, որ ուզում եմ աշխատեմ ու CV-ներ ուղարկելով, բայց երբ որ պահը գալիս է իրոք աշխատելուն, հազար ու մի պատճառ կա, որոնք իմ կարծիքով առաջներում մարդիկ այդքան կարող է քմահաճ չէին, պլյուս մեր սերունդում մի քիչ ավելի շատ դժվարություններ տեսել, քան նոր սերունդը։ Այդ ինձ թվում է այդ ամեն ինչը ազդում է մոտիվացիայի վրա, աշխատանքի հանդեպ ունեցած, չգիտեմ, իրանց չունեմ նվիրվածության եւ այլն, այդ ամեն ինչի ինչ որ ձև ազդում է։ Հա, հիմա Նայեք, հիմա կարծրատիպ է մի քիչ։ ընտանիքները քիչ շատ, եթե համեմատենք, ավելի ապահով են, Այո։ այսինքն հիմա երեխաները, ձեր ասած Z սերունդը, կարա իրան թույլ տա չաշխատի։ Մաման, պապան, ինչ որ Լինում են ձեր մեկը, դեպքեր։ հա։ Դա այսինքն ձեռա տալիս լիներ գործազուրկ, մեկը ես այդ գումարի ինչ որ ձև ստանում եմ, իմ մինիմալ ծախսերը հոգում են եւ այլն։ Իսկ օրինակ ավելի մեր սենց ասած ժամանակ, չէ, դուք օրինակ մենք կուրսում ունենք տղաներ, որոնք գիշերը աշխատում էին, ինչ որ դեղատան եւ այլն, որ առավոտ նորից միանգամից դեղատնից գան գործի։
Հիմա չգիտեմ, հիմա չեմ սովորում, բայց մեր ժամանակ դա շատ նորմալ էր։ Համ տղաներ կային, համ աղջիկներ կային, որոնք իրանք ուղղակի համարյա 24 ժամ գործի Աշխատում մեջ էին, հա, կամ սովորում էին, հետո գործի էին գնում, հետո նորից դասի էին գնում ու ոչ մեկ չէր բողոքում։ Պես ոչ մեկ չէր բողոքում, վայ, իմ կյանքը ինչ ծանր է։ Ու հիմա ենք գիտակցում, որ վայ, իրոք ծանր էր, բայց հիմիկվա սերունդը իմ կարծիքով շատ կամ չկան կամ ավելի քիչ տոկոսն է իրականում ու ասեմ բոլոր այդ մեր կուրսեցիները ամեն մեկը ինչ որ մի լավ շատ մեծ բարձունքի է հասել։ Դա ուղղակի ցկտումն է։ Հա, Ցկտում ինչ որ բան հիմա ունենալու այդ իմ կարծիքով ավելի քիչ է կամ ավելի, քանի որ հիմա այսպես ասած ինտերնետային միլիոնատերերը շատ են, մեծ հույսեր կան, որ չգիտեմ, բլոգերությամբ կամ ինչ որ ինտերնետային բանով կարող ես սենսացիա միանգամից կդառնան ու հարստանալ։ ավելի հեշտ կհարստանան։ Աստված տա, ես մենակ կողմ եմ։ Հա, այդ խնդիրը ունենք, մեկ էլ խնդիրը, որ ուսանողը որոշում է 4 տարի միայն սովորի։ Մենք անգամ ունեցել ենք դեպքեր աշխատանքային հարցազրույցի ժամանակ, մարդը դիմել է աշխատանքի, զանգել, խոսել ենք, ասել է հիմա էլ մագիստրատուրա եմ սովորում։ Բայց ինքը 4 տարի համալսարանը սովորել չի աշխատել, հիմա 2 տարի էլ պիտի մագիստրատուրա եմ սովորի։ Նոր դրանից հետո որոշի, աշխատելու է թե չի աշխատելու։ Մի հատ հոդված էի կարդում, չեմ հիշում, որ on-line ամսագրում էր, որը հենց այդտենց ինչ որ չեմ ասի խնդիր, բայց խանգարում կա, երբ որ մարդը զուտ քրոնիկ անընդհատ սովորում է։ Ես կողմ եմ անընդհատ սովորելուն, բայց այդ սովորելը պետքա լինի արժեք ստեղծելու հետ զուգահեռ։ Հիմա ես ինչ որ անընդհատ ինչ որ բան եմ սովորում, բայց ես չեմ ստոպ տալիս իմ, չգիտեմ, կյանքը որպես մայր, որպես տնօրեն, որպես բժիշկ, ասեմ սովորում եմ։ Չէ, պետքա թեկուզ մագիստրատուրան, մենք էլ ունենք աշխատակիցներ, որոնք համ սովորում են, համ աշխատում են։ Ընդհանրապես պետքա նորմալ քո գործատուի հետ քո գործատուն էլ ա ուզում որ դու Հա, սովորես։ իհարկե, էլ է պետք որ դու կրթված Այսինքն զարգացած կարելի է գործատուի հետ զուտ գալ ինչ որ համաձայնության, որտեվ լավ աշխատակից ոչ մի գործատու չի ուզում կորցնի։ Մանավանդ եթե այդ լավ աշխատակիցը դառնալու ավելի լավ աշխատակից իր սովորելու արդյունքում։ Եվ մանավանդ եթե գործատուն չի, այդ ամեն ինչը օրինակ իր նախաձեռնությամբ չի, այլ այդ մարդու նախաձեռնությամբ։ Ավելի լավ։ Երկու երնեք միանգամից մի տեղում Դե մոր չէ, զուտ մարդը հիմա չի ուզում աշխատի, այդ եմ ասում։ Իսկ այն ժամանակ դու ստիպված էիր աշխատել, որտեվ դու դի համ քո վարձերը եւ այլն լիքը բան դի վճարեիր։ Իսկ հիմա քանի որ փառք ասում մաման, պապան երևի ու օգնում են, հնարավորություններն էլ են շատ հիմա։ շատ են։ Դրա համար կա այլ ընտրանք ու ինչի աշխատել։ Կամ այսպես մտածել, ինչն է հիմա մեր աշխատաշուկայի ամենամեծ խնդիրը, բոլոր գործատուները դրանից բողոքում են։ Ինձ թվում է դուք էլ այդ խնդրին բախված կլինեք, որ պայմանավորվում են հարցազրույցի, չեն ներկայանում, չգիտեմ, ձեզ մոտ այդ դեպքերը լինում են, թե ավելի պատասխանատու են մոտենում։ Չեմ բողոքի, շատ քիչ է։ Իրավոր ձեր դեպքում Այդ չէ, այդ մի ուրեմն հատից պրոցեսներն էլ են ձեր մոտ ճիշտ աշխատում, որ այդ խնդրին ավելի քիչ եք շատ քիչ է լինում, չեմ բողոքի դրանից, չէ։ Իսկ ստացվում է ոլորտում, ձեր հենց ոլորտում բժշկական մասնագետներ գտնել, օրինակ կոսմետոլոգներ, ովքեր ունեն փորձ կրթված են։ Մենք միշտ չի, որ հենց մեր թիրախավորված ման ենք գալիս հենց պատրաստի մասնագետ, որովհետև ստեղծելու համակարգը ոնց որ ունենք, մեզ պետք է մարդ, ով ունի որոշ հիմքը, պարզա իր պետական կրթությունը ունի, ու այդ մարդկային հատկանիշները ու սովորելու հատկանիշը։ Եթե այդ ամեն ինչը կա, մեզ մոտ արդեն այդ համակարգը կա, ոնց կարանք իրան քիչ-քիչ ոնց որ հասցնենք այն որակին, որը համապատասխանում է այն ստանդարտին, որը մենք դրել ենք։ Այսինքն մենք փնտրում ենք մասնագետ, ով լավ մարդ է ու կարողանում է սովորի ու ունի այդ ցանկությունը սովորելու։ Մյուս խնդիրը ցանկությունն է սովորելու։ Մեծ մասին թվում է ես ամեն ինչ գիտեմ։ Okay։ Մեծ խնդիր է դա։ Տարունակի իմանալ։
մեզ պետք են մարդիկ, ովքեր բան Steve Jobs-ն էր, stay hungry, stay stupid։ Այ ապրես։ Մեզ հենց իրանք են պետք, որոնք hungry են ու stupid։ Մեր Եվ նման։ գիտեմ, որ ոչինչ չգիտեն այս Այո, մեր դեպքում։ նման։ Որտեվ հենց եկավ են պահը, որ դու ամեն ինչ գիտես, всё, Պատը։ всё, հա։ То есть ամեն ինչ գիտեսը մեզ պետք չի, մեզ հա, հենց պետք են այն մարդիկ, որոնք ես գիտեմ, որ ես ամեն ինչ չգիտեմ, եկեք դուք ձեր իմացածն էլ ինձ տվեք, ես կօգնեմ ու հետո միասին այդտեղից շարունակենք։ Ու միասին շարունակենք աճել։ Մեզ այդ մարդն է պետք։ Իսկ այդ մարդը պետքա լինի ամբիցիոզ որոշ դեպքերում, որովհետև շատ հաճախ մարդիկ կան, իրենց գուցե տեսակն է այդպես աշխատակցի տեսակ, ով ինձ ասեք ինչ անեմ, ես կանեմ։ Իրան տալիս ես խնդիր, ինքը պատրաստ է խնդիրը լուծի։ Եթե խնդիր չես տալիս, այդ մարդը իր համար հանգիստ նստում, սպասում է, տեսնի երբ են մի բան ասելու։ Ինձ թվում է, ես առաջ շատ ավելի տենց կտրուկ էի վերաբերվում, ասեի, չէ, մենակ ամբիցիոզ։ Հետո հասկացա, որ երկուսն էլ պետք են։ Եվ նա Ֆիրմային երկուսն էլ պետք են։ Շատ հաճախ ամբիցիոզ բառի հետ, ամբիցիոզ մարդու հետ նաև գալիս է ամբիցիոզ մարդու այդ խառնվածքը։ ու խճճելու է բիզնեսը։ Ահա։ Դրա համար պետք են եւ, то есть դա միանշանակ հիմա իմ համար դա միանշանակ բացասական բան չի։ Այդ կախված է թե որ դերում դու ում ես դնում։ Եթե դերա, որի աշխատանքը սենց ասած հիմա ինձ որ 10 ինչ որ մի հատ միապաղաղ աշխատանք, ես կդառնամ սենց ասած վատ աշխատակից։ Որտեվ դա ձեր դերը չի։ Հա, իմ Դուք չեք համ կարող։ խառնվածքս չի, համ ընդհանուր ես պրոստը չգիտեմ, կդառնամ վատ աշխատակից։ Այսինքն ամեն մարդ իրա ու այդ դերը բայց շատ կարևոր է, չի նշանակում որ դա կարևոր չի։ Զուտ պետքա այդ դերի համար այդ խառնվածքով, այդ տիպի մարդ լինի, ով ասեմ աշխարհի երջանիկը կլինի, որ դու իրան այդ դերը տաս։ Ու հակառակը, ինչ որ նոր բաներ, նոր իրան դնես, ինքը Սթրես։ ամեն օր ստրեսի մեջ կլինի, այն որ վայ, բողոքել ես, ինչ գործ գնում ես գործի, չգիտես ինչ են քեզի ասելու։ Հա, այդ դրա համար գործին պետք են եւ համ մեկ հանգստությունը փոխանցվում է ամբիցիոզին, այն որ ինքը անընդհատ Մի քիչ ինքն էլ է հանգստանում։ քաոտիկ շարժումների ու այս նրա հետևից անընդհատ ուզում գնա, մյուսն է փոխանցվում է նրան, որ չէ, արի փորձենք, այդ բալանսը ինձ թվում է պետք է, то есть միանշանակ ասել, որ սող տենց ամբիցիոզ պետք են, չէ, իրանք իրար պետք են, որպեսզի ընկերությունը լինի ստաբիլ։ Եթե մենակ մյուսն ընկերությունը գնում է դեպի անկման, որտեղ փոփոխություն ու նորարարություն չկա։ Եթե մենակ ամբիցիոզ է, բա սիստեմները այդ ամեն օրվա ասենց ասած ստաբիլ գործով պիտի անի։ Դրա համար երկուսն էլ պետք է իմ կարծիքով։ Առաջ միանշանակ ինձ թվում է, եթե ընկերության է սկզբնական փուլում, որ նոր սենց ասած, այդ առաջին 6 ամիս մի տարի, հա, երևի մենակ ամբիցիոզներ։ Բայց դրանից հետո ձեզ պետքա մի հատ սենց նորմալ խելքը գլխին հանգիստ նորմալ մարդով ասում, չգիտեմ դուք ինչ եք անում, բայց եկեք մի հատ հաշվապահությունը նայենք։ Եկեք մի հատ նայենք, եկեք ապրեք, հա, թե չի ամբիցիոզները, չէ։ Դից ավելի էմոցիոնալ ֆոնի վրա են իրանք առաջնորդվում։ Պետքա այդ հանգիստ մարդիկ, որոնք ամեն ինչ պլանավորում են, ամեն ինչ կարգ ու կանոն, ոչ մի բան չփոխվի, իմ սենյակը այդ տիպի մարդիկ իրականում հիմքն են դառնում ընկերության, որ ու տալիս են տեղ, որ այդ ամբիցիոզները կարողանան հա ինչ որ իրանց գլխի եկածը բաները փորձեն իրագործեն առաջ տան։ Հասկացա։ Հետաքրքիր բան եք ասում, որ մարդը ձեր աշխատակիցը նախ եւ առաջ պիտի լինի մարդ։ Հա։ Այդ ամենակարևորն է։ Այդ կարևոր է, իսկապես շատ կարևոր է, բայց նախ եւ առաջ բիզնեսում պետքա լինի այդ
ցանկություն, այսինքն հենց բիզնեսի գլխավերևում կանգնած մարդու համար դա պետքա լինի կարևոր նշանակություն, այսինքն պետքա ունենա կարևոր նշանակություն։ Բայց ոնց հասկանանք մարդը լավ մարդ է, թե ուղղակի մարդ է։ Իրականում դա դժվար է, մարդիկ իրար հետ 15-20 տարի չեն ամուսնանում են ու չեն ճանաչում։ Լինում Մենք է, մի որ սխալվեք։ Հա, իհարկե, նորմալ է։ Նորմալ, ես աշխատակի, մեր գործի հետ կապված դե այդ ամբիցիոզ եւ այլն նոր բաներ փորձելու մեջ ասում եմ, նայ, մենք պետք է այնքան արագ հասցնենք սխալվել, մինչեւ մեկը, հա, ասում եմ, այնքան արագ պետք է հասցնենք սխալվել, մինչեւ մեկը մի անգամ է սխալվում, ասում եմ, մենք մի քանի անգամ պետք է հաստրածենք սխալվենք ու ճիշտը գտած լինենք։ Չեմ հերքի ինտուիտիվ։ Տարբեր բաներ կան, որոնք հաշվի առնում եմ, իմ կարծիքով հիմա դարձել է ինտուիտիվ, բայց ես շատ դեպքերում դրանց հստակ բացատրությունները կարողանում եմ ունենամ ու հետս եթե մարդը հիմնականում լինում է աշխատակցին, ես կարողանում եմ բացատրել ինչի չէ։ Ոչ թե լավ մարդ է ու վատ մարդ է, այլ ուղղակի ինչի չէ։ Կարող է ինքը մեր համար համապատասխան չի, բայց այդ մարդուն ասել վատ մարդ է, չէ, զուտ մեզ համապատասխան չի։ Այսինքն նկատի ունեք, որ դուք անպայման ֆիդբեք տալիս եք, թե ինչի, չէ, բայց ինչի մասներ։ Իմ հետ եղած աշխատակցին։ Հա։ Իմ հարցազրույցներին եթե միասին ենք անում, այսինքն այդ ինտուիտիվ որ ասում եմ, իրականում այդ միշտ այդ ինտուիտիվ թվացողը ունի հստակ բացատրություն։ Այսինքն թվում է թե դա ինտուիտիվ է, բայց երբ որ բացատրում եմ, թե ինչի հիման վրա այսինչ եզրակացությանը, ինքն կողքից աշխատակիցն է սկսում է դա հասկանալ։ Ու հաջորդ հարցազրույցներին արդեն իրանք են սկսում վերլուծել, հա։ Իրականում ինտուիտիվ չի, կարելի է համարել այդ պրոֆայլինգի նման ինչ որ մի բան, երբ որ դա ինձ միշտ դուր եկել է, ես հիմնականում չգիտեմ, կարդալ, մարդու հոգեբանություն եւ այլն, ինչ-որ տենց բաներ անընդհատ կարդում եմ, ինձ դուր է գալիս, ոնց կարելի է մարդուն ճանաչել, որտեղ մեր աշխատանքը հենց մարդու հետ է, աշխատում ես մարդկանց հետ, մարդկանց համար, ու ինչքան էլ մարդ փորձում է ինչ-որ բաներ թաքցնել, դու իրան պատասխանից, ժեստերից, ինչ-որ միմիկայից մեկը մի բան մատնում է, հա։ Այդ հարցազրույցի փուլում, բայց քանի որ մտածում եմ, որ պետք է մարդկանց իրականում շանսեր տալ, որտեղ ոնց որ ուրիշներն են սխալական, ես էլ կարեմ սխալվել։ Ու մենք միշտ ունենում ենք ծանոթացում։ Այսինքն ընտրությունը մարդ առումով ես չեմ իրականում անում, մենք ունենում ենք ծանոթացում։ Ծանոթացումը զուտ աշխատակիցը ու թեկնածուն գալիս է զուտ թիմի հետ է ծանոթանում։ Երբ որ արդեն իրեն Հա, դիտարկում եք որպես թիմի հարցազրույցը անդամ։ օրինակ ինչ որ չգիտեմ, մասնագիտական եւ այլն, մեզ դուր եկավ, ամեն դեպքում դրական է, հաջորդ փուլ գալիս է ծանոթացում։ Իրականում նույն այստեղ նոր արդեն թիմն է ասում իր կարծիքը։ Թիմը քվեարկում է իրականում մեր չաթում, իրանք քվեարկում են դիտարկենք թե չէ, դիտարկենք թե չէ, դիտարկենք թե չէ։ Որտեղ մենք նաև միշտ այս հարցը նաև սենց ենք դնում, որտեղ մենք շատ ենք իրար հետ ճամփորդում։ Այս մարդու հետ նույն սենյակում ես կճամփորդեմ, թե չէ։ Այն որ ասում են ընկերոջդ հետ պիտի ճանապարհ գնաս, Իրականում, դրա պատմությունն է։ Շատ հիմա դու ինչ գիտես, այս մարդուն, որը ընդունել, միանգամից, բայց բան կա, չէ՞, որ Սիմպաթիա չգիտեմ, ինչի մի բան։ Ու ասեմ, հիմնականում այն աշխատակիցների հետ ում հետ աշխատում ենք ու երկար ենք աշխատում, ամար հալածյուղի պես իրանք ինտեգրվում են դաժե առաջին օրվանից։ Իրականում տենց է լինում, ոնց որ քեզ ընկեր ընտրես։ Դրա համար կոչվում է գործ ընկեր։ Իսկ մենք շատ են հաճախ հիմա բիզնեսում օգտագործում, մենք ընտանիք ենք։ Ես հակված եմ, որ դա չի կարելի ամեն դեպքում գործը եւ ընտանիք այդ երկու կառույցները խառնել իրար, որովհետեւ այդտեղ դերերի բախում էլ կարող է լինի եւ հակառակը։ Դուք օրինակ ո՞նց եք ձեր թիմակիցներին ներկայացնում եւ ինչ
դեր եք տալիս ընդհանուր այդ կառույցը ինչպիսին է։ Մենք տենց ընտանիք բառը չեմ ասի, որ օգտագործում ենք։ Մենք հենց օգտագործում ենք team բառը։ Team, իդենցի, սիրուններ, տենց բառեր ենք օգտագործում, որտեվ ամեն մարդ ունի իր դերը ու այս նայ, դու ընտանիքում ծնվում ես առանց քո ընտրության։ Այո։ Իսկ թիմում ընդգրկվում ես ու մնում ես ընտանիքում, էլի առանց քո ընտրության, այսինքն մինչև մահը բաժանիկ ես, դու ուզես չուզես, չէ, այդ ընտանիքից ես, всё, ուրիշը, Աստված, քո ծնողները այդ ընտրությունը քո փոխարեն արեցին, որ դու ծնվես, մնաս այդ ընտանիքում, փոքր թե մեծ ընտանիք, կապ չունի։ Ընտրություն դու չունես ու դուրս գալու հնարավորություն չունես։ Դու վատ, սենց ասած, դրսևոր ես, մեկը այդ ընտանիքի անդամ ես։ Լավ դրսև չկա, լավ թե վատ։ Վատն ընտանիքը մեկա տեղ ես, լավն է, բախտդ բերել է։ Թիմում տենց չի։ Դու ունես թիմը ավելի շատ նման է որոշ չափով այդ զինվորական բանի հետ։ Ամեն մարդ ունի իր հստակ դերը ու դու քո դերը չկատարելուց ոչ թե դու ես տուժում, այլ բոլորն են տուժում։ То есть այդ մասով ինքը ընտանիքից տարբերվում է։ То есть մենք հավաքվել ենք միասին ինչ-որ բանի հասնելու համար։ Ու դու պարտավորվա, օրինակ ես պարտավոր եմ ինչ-որ բաներ անել, որ թիմի համար, իրանք պարտավոր են էլի ինչ-որ բաներ անել, որ այդ թիմը մնա ու հասնի նպատակին։ Իսկ ընտանիքում այդ պահը չկա։ Ոնց որ ամեն օր գնում է իր process-ները, ինչ որ բան անես չանես։ Չանես, հա։ Կգնա լավ չի լինի, բայց էլի հա, մի բան կստացվի։ Հա, զուտ իմ կարծիքով շատ գործի տեղեր երևի ձեր ասած մշակույթը ինչ որ ձևով ստեղծելու կամ փոխանցելու համար մի քիչ ավելի ջերմ եւ այլն, հեշտ է ասել ընտանիք։ Հա, հետո Ինձ տենց է ուղղակի թվում։ ինքը մի քիչ մանիպուլյացիոն ֆոն էլ ունի, երբ որ դու ընտանիքի անդամ ես, դու հստակ պարտավորություններ ունես, թիմում էլ ունես, բայց թիմն ու ընտանիքը մի քիչ տարբեր են իմաստով, որ թիմում կարող է ինչ-որ պարտավորություն ունես, բայց կա բաներ, որ ընդհանրապես քո տիրույթում չի։ Այդ էլ կա։ Իսկ ընտանիքում մի քիչ ուրիշ է, օրինակ, չգիտեմ, պապաս ինչ կասի, մամաս ինչ կասի, կարող է պարտավոր եմ, հա, ուրիշ է։ Ու ամեն ընտանիք էլ ուրիշ է։ Այո։ Էլի այդ պարտականությունների մասով։ Ու հիմա ամեն մարդ այդ թիմում իր ընտանիքից եկած պատկերացումները բերելու է ու ներդնի այդ թիմ ընտանիքի մեջ։ Իսկ որ խոսում ենք մենք մեր նպատակից, նպատակը իսկապես շատ կարևոր բան է, լավ բան է, բայց ոնց թիմին այդ կրակը փոխանցել, որ թիմի անդամներն էլ ինչպես հիմնադիրը եւ օրինակ թիմի հիմքում այն ստեղծման պահից սկսած հիմքում գտնվող աշխատակիցը ու նորեկը այդ նույն նպատակով լցված լինեն։ Մի քիչ այդ բարդ process է, ես էլ իմ փորձի վրա եւ շատ ընկերությունների հետ համագործակցած տեսնում եմ, որ ուղղակի աշխատող եկել է, աշխատի ինչ որ ժամանակահատված ու թողնի գնա։ Այդ ցավոտ բիզնեսի ցավոտ կողմն է ստացվում է։ Կան է տենց մարդիկ, բայց իրանցից պետք է շուտ ազատվել։ Հա, մնում է ուղղակի բիզնեսը զգա այդ ամեն Հա, ինչը։ շատ մի հատ գիրք էի կարդացել, ինքը բան առաջնորդության մասին էր։ Ու ամբողջ գրքից այս քոթներ իմ մոտ ֆիքսվել ու այդ հարցին թե ինչ անեմ որ իբր մարդիկ հետևեն որտեվ ինչ առաջնորդ եթե քեզ քո հետևից ոչ մեկ չի գալիս որտեղ այդ մարդը բան էր ասում ոնց որ դու քեզ կրակ տուր ու տես ոնց են բոլորը հավաքվում իրականում մարդիկ ուզում են ինչ-որ մի հատ լավ նպատակի, ինչ-որ մի հատ լավ տեսիլքի մաս կազմեն։ Ու երբ որ տեսնում են, որ այդ տեսիլքը կա ու կա թեկուզ մեկը, որ դրան հավատում է, Վարակվում են։ հա։ Օրինակ, եթե ես անհավես գնամ գործի, այն որ Բողոք եմ միշտ բողոք եմ, դժգոհ լինեմ, այն որ ինքս դրան չհավատամ, որ մեկ ասում եմ, ընենց լավ ալնելու, ասում եմ, տեսնում եմ, չեք պատկերացնում, այն որ զգում եմ բոմբա լինելու բան,
Իրոք ես այդ զգում եմ, տեսնում եմ ու գիտեմ, որ հենց այտենց էլ շատ լավ է լինելու ու հենց այտենց է լինելու, պարզը որ արդեն իրանք էլ իրանց փոքր երազանքներ, բան սենց կպնում ենք ու հասկանում ենք, որ մենք այս մի նպատակին հասնելու կարա մեր բոլորի պստիկ երազանքչիկները կատարվի։ բոլորին։ Ու հա, բոլորին ու մյուս բանը, մարդիկ տեսել են, որ նախկինում այդ արդյունքը եղել է։ То есть չի եղել, որ, չգիտեմ, մենք ինչ-որ բանի հասնենք ու իրանք տուժած լինեն, օրինակ աշխատակիցները։ Այսինքն ռիսկերն են նաև չափում։ Չէ։ Նայ, վստահությունը ինչի հիման վրա է լինում, չէ՞։ Նաև նախկինում արածների հիման վրա։ Հիմա թիմը, եթե տեսնում է, որ մենք այն անգամ որ արեցինք կամ ստացվեց մեզ մոտ որպես թիմ, այնց լավ էր ու բոլորս դրանից, չգիտեմ, շահեցինք, դրանից առաջ գնացինք, բոլորիս համար լավ եղավ։ Բարձր որ իրանք են սպասում, որ հաջորդ ինչ նպատակ են կանելու, որ էլի շատ լավ լինի կամ ինչ որ reward-ը բոլորիս լավ ստացվի։ Ու նաև իմ կարծիքով ընկերության մեջ խնդիր է լինում, երբ որ աշխատակիցը այդ մեր ինչ որ բարձրունք հասնելուց իրան ոչ մի բան։ Այդտեղ էլ է միանգամից ինքը Բարձր, այն որ երկրորդ անգամ ուզում եք կարիք։ գնացեք, չէ, իրականում հա։ Ու այդ ու իմ կարծիքով շատ կարևորը մեր գործում այդ win-win գործարքները, սենց ասած, Եթե դու որ բոլոր կողմերը ցանկացած գործարքից շահող դուրս գան ու ցանկացած նպատակից մենք չունենանք, որ օրինակ այդ նպատակին հասել ենք, չգիտեմ, ինչ որ մեկին վատություն կամ ինչ որ բան անելու հաշվին, դա կլինի թե այցելու, թե աշխատակից, կապ չունի։ Սիտուացիայի մեջ պետք է իրականում հնարավորինս ամեն ինչ արվի, որ բոլոր կողմերը շահած դուրս գան, ինչ որ դրական փոփոխությունով, սենց ասած, դուրս գան այդ իրավիճակից։ Այո, իսկապես կարևորը լինում է դեպքեր, որ բիզնեսը մի բան է անում, արդյունք ունի, արդյունքից կարող է այդ բերքը քաղեն 1-2-ը, մնացածը մնան ստվերում։ Դեմար հնարավորինս փորձում ենք, որ այդ աճը եւ այսինքն եթե ընկերությունն աճում է, աշխատակիցն էլ իր հետ աճում։ Որ խոսում ենք աճի մասին ու առասարակ, որ մարդը աճի ընկերությունում եւ ընկերությունն էլ իր հետ աճի, ես մտածում եմ, որ ստեղ մենք խնդիր ունենք երազող մարդկանց ու դուք էլ եք շատ հաճախ այդ երազկոտ, երազող մարդկանց մասին խոսում ու կարևորում երազելու նաև ունակությունը, որովհետև մարդիկ կան, կարող է չունեն կամ իրենց մեջ սպանում են ընդհակառակը։ Ես վերջերս երևի 2 տարի առաջ էր մի հատ մանկական մյուզիկլ ներկայացման էի գնացել, ամբողջ ընթացքը երազելու մասին էր ու այնքան ուրախ հուզված էի դուրս եկել այդ փայլոն, հա, երևի դա էր, ու այնքան հուզված էի դուրս եկել այդ ներկայացումից, որովհետև ես էլ ինչ որ բայց մտածում էի, բայց կարող է արդեն ինչ որ տարիքա, որ մեծ եմ, էլ ոչ մի երազանք, ոչ մի բան, ու այդ օրը հասկացա, որ չէ, սխալ ճանապարհով եմ գնում, մի հատ հետ արի։ Ու իսկապես երազելը կարևոր է, եթե անգամ երազում ես մի բանի մասին, որը կարող է անիրականա։ Ինչն է այդ process-ի մեջ մարդու համար կարևոր, երազելու էմոցիան, բիզնեսում ինչն է կարևոր։ Ինձ թվում է, ոչ թե երազելու էմոցիան, այն մոտիվացիան, որ ինքը զուտ քեզ տալիս է, որտեվ եթե այդ նպատակը երազանքը միշտ կարա ավելի սենց ֆանտաստիկայի ոլորտից լինի, ես դրա համար սիրում եմ նպատակ, սենց դու երազանքը քեզ տալիս է այդ ազատությունը ստեղծելու նպատակներ։ Այսինքն երազանքը իմ կարծիքով լրիվ, որ դու ոչ մի կապանք չունես, դու ազատ ես, երազես ինչ ուզում ես, բայց ինքը քեզ տալիս է այն, սենց ասած, հոտի վրա որ գնում ես, թե իրականում ինչն է քո հոգուն կպնում, այն որ նպատակը կլինի, որ իրոք քո այն հոգուն կկպնի։ Դրա համար երազանքը իմ համար դրա համար է կարևոր, բայց այդ երազանք պետք է դարձնել նպատակ։
ու այդ երազելու process-ը ոնց որ քեզ նաև այդ մոտիվացիան է տալիս, որ այդ էմոցիան ուզում ես դու նաև իրականում վերապրել, մենակ մտքիդ մեջ չէ, էլի։ Ու երազելու այդ բանը տալիս է քեզ մոտիվացիա, որ հասնես այդ նպատակին, որը մի քիչ ավելի մոտիկ է քո այդ երազանքների, չգիտեմ, իրականությանը։ Իսկ պետք է աշխատել մարդկանց հետ, ովքեր չեն երազում։ Այսինքն ռիսկային է երազող եւ նպատակ դնող բիզնեսի մարդու համար աշխատել մի մարդու հետ, ով ավելի սիրում է ստաբիլ, կա այս մեկ կետը, երկու Եթե կետը, դուք վերջ։ հավասար ինչ-որ ձևով գործընկերներ եք, ինձ թվում է, չէ, բայց մյուսը կախված է, թե աշխատակիցը ինչ դեր ունի ձեր ընկերությունում, հա, կան պոզիցիաներ, տեղեր, որոնք հազես պետք է ստաբիլ մարդ, որ այդ մարդը օրինակ հստակ Իր վտեղ գործը է, անի ինքը եւ իր վերջ։ գործը, դու իրան կարաս իր վրա հույս դնես, то есть ինքը ստաբիլ գալու է։ Որտեվ մյուս կողմից, եթե դա քո գործընկերն է ու դու երազող ես, ուզում ես ընկերությունը աճի, բայց քո հետ գործընկերը հակառակը ստաբիլությանն է հակված, չի ստացվելու։ Նույնն էլ ամուսնության մեջ, Հա։ հետ էլ է, չէ, գործընկերություն ինչ-որ ձև partnership, նույնն էլ։ Ու հենց այդտեղ շատ ամուսնություններ արդեն խնդիր է լինում, երբ որ կամ կինը ունի մեծ երազանքներ, նպատակներ, իսկ մյուսը դե լավ այլի։ Ոնց ստացվի մի բան կանենք։ Այդտեղ խնդիր է դառնում։ Նայած որտեղ ամեն մարդ իր դերը ունի խաղալու, որտեղ անփոխարինելի է, զուտ պետքա ճիշտ մարդուն դնել ճիշտ տեղում։ Եթե վերադառնանք մի քիչ բժշկությանը, այսինքն դուք սկսել եք բժշկությունից, հետո ինչ որ պահի նաև գործարարությամբ եք, բիզնեսով եք զբաղվում։ Հեշտ է ստացվել այդ երկու, այսինքն բժշկության մեջ վստահ եմ կան ինչ որ սահմանումներ, ձևակերպումներ, որոնցից դուրս գալը մի քիչ ավելի դժվար է։ Եթե վերցնենք Հայաստան, գուցե դուք ասեք ավելի հստակ, բայց հեշտ է բժիշկ եւ բիզնես այդ գծի մեջ մտնել, թե ինչ որ տարանջատումներ կան, որ բժիշկը այսպես պիտի լինի, բիզնեսում այսպես պետքա լինել։ Չեմ կարող ասեմ։ Իմ համար իմ համար նույն ստանդարտներն են։ Նույն մարդկային, սենց ասած, վերաբերմունքը, սենց գաղտնիություն եւ այն ինչ որ կա բժշկության մեջ, իրանք նույնը գործարարության համար, այսինքն համընդեղ պետք է օրինակ չխաբես, չվնասես, նույնն էլ գործարարության մեջ էլի նույն չվնասելը, այնտեղ էլի աշխատում ես հնարավորինս պացիենտի շահերից բխելով, ու այդ նույնը բերում ես զուտ ուղղակի էստեղ արդեն աշխատակիցի օրինակ շահերից բխելով եւ այլն։ То есть մեկը մեկին չի խանգարում, հերքում, հակառակը օգնում են։ Դու նույն աշխատելավոճը ուղղակի բերում ես մի հատ ուրիշ ոլորտ։ Որպեսզի եզրափակենք մեր խոսակցությունը, ես միշտ մեր հյուրերին հարցնում եմ, թե մենք ինչ խորհուրդներ կարող ենք տալ եւ բիզնեսին եւ աշխատակիցներին, որպեսզի իրենք կարողանան ճիշտ համագործակցել միմյանց հետ, որովհետև բիզնեսը աշխատակցից է դժգոհ շատ հաճախ, աշխատակիցն էլ բիզնեսից է դժգոհ, այդ կամուրջը միշտ կա, մի օր այրվելու է, ու այստեղ իսկապես կարևոր են խորհուրդները հաջողված բիզնեսի, HR մասնագետների ու առհասարակ մասնագետների, ովքեր որ ավելի հաջողված փորձ ունեն ոլորտում։ Դուք ինչ խորհուրդներ կտաք։ Գիտեմ, այդ փորձը հաջողված է, չէ։ Բայց չէ, իրականում փառք Աստծո, շատ շնորհակալ եմ մեր թիմից, բոլորից, որովհետև որ նայում եմ, մենք չէինք հասնի այստեղ առանց ամեն մեկի, որովհետև նվիրվածություն, չգիտեմ, այնքան բաներ են կարել, որոնք իրականում այդ սրտացավ թիմին նվիրված լինելը որ չլիներ, ինչքան ուզում ես դու, չգիտեմ, աշխարհի ամենալավ տնօրեն, հիմնադիրը լինես, եթե թիմ չունես, ոչ միտեղ, շատ կարճ ես գնալու, երկար այդ գործը չի
ծաղկելու։ Այնց որ թիմը շատ կարևոր է։ Ու թիմ հավաքելուց մեկ պետք է ունենա նպատակ այս բիզնեսին իմ խորհուրդ է, բիզնեսը պետք է ունենա նպատակ։ Ու այդ նպատակը, չգիտեմ, իհարկե բոլորն էլ ուզում են գումար աշխատեն, դերթապաճառը է դա լինում, բայց եթե Աստված քեզ տալիս է ավել պատասխանատվություն, դրանից պետքա քեզանից ավել մարդիկ շահեն։ Սովորաբար մենք որ նոր էինք սկսում իդնը, բան չկար առաջարկելու, ինչ պետք է առաջարկի, ոչ մի բան։ Ոնց է կարել։ Իրականում ոչ մի բան չկար առաջարկելու, բայց հիշում եմ նույնիսկ մի աշխատակից ունենք մինչև հիմա ինքը ինձ հիշացրեց, ասում է Սիրուն, հիշում ես ինձ ոնց համոզեցիր, որ գամ ձեր մոտ աշխատեմ, ասում լիսնի տենց չէ, ասում ասեցիր, որ չգիտեմ, դե այս պահին չգիտեմ, փող չեմ կարա շատ խոստանամ եւ այն ասի, բայց հասմիկ կյանքդ կփոխվի, այդ հաստատ խոստանում եմ։ Ու այս վերջերս բանը, մեր հետ Դուբայ եւ այլ ներգնացեր կտական չասում, հիշում ես, ինքն էր հիշացրել, ասում, հա, փաստորեն։ Հա, զուտ այդ նպատակը, որ դու ուզում ես այդ գործը, որ դնում ես, ինչ որ մեկին պետք է օգուտ տա։ Ու անկեղծ խոսելն է նաև կարևոր։ Իրականում մարդիկ պետք է դրանից շահեն։ Իմ կարծիքով աշխարհում այնքան վատ բան կա, որ մի հատ էլ վատ բան ավել պակաս պետք չի։ Նենց որ եթե քո գործը իրական նպատակ ունի աշխատակիցներ, ինչ որ մի հոգու թեկուս կյանքը քո պատճառով մի հատ քայլ դեպի ավելի լավը լինի, ուրեմն շատ լավ է։ Այդ նպատակը պետք է լինի, որ մարդկանց կյանքը քո պատճառով կամ այդ ընկերության պատճառով մի քայլ ավելի լավ է, հեշտ է, պայծառը, լուսավորը, չգիտեմ, լավ է։ Հետո աշխատողն էլ է, չէ, ուզում սիրով իր գործը անի, մեր կյանքի մեր կեսը կամ կեսից մի քիչ Օրինակ աշխատակիցը չասի, լավ, մինչև աշխատել է, սենց էի, սեն աշխատում, մի քայլ սենց, հա, ավելի լավ է։ Եթե չէ, իմաստն է, չէր աշխատել։ Հենա տունը կմնա, իր գործերով կզբաղվեր կամ ուրիշ բան կներ։ Կյանքը իրականում տենց անսահման երկար չէ, էլի աշխարհի վրա ու դու գործի տեղը իրականում քո կյանքի մեծ մասը, օրվա մեծ մասը դու շաբաթվա, օրվա մեծ մասը գործի տեղն ես։ Ու մի բանով կյանքդ լավանա էլի։ Հա, իսկապես, Դի լավանա կյանքդ։ Չգիտեմ, մենք այդ փորձում ենք, այդ մեր համար շատ կարևոր է, ամեն մեկս առանձին ու միասին, ու դրա համար նոր աշխատակից ընդունելը իրոք մեր համար այնքան կարևոր բան է, ոնց որ այդ մեր մի փոքր աշխարհ, ինչ որ sense գժական աշխարհ, մի հատ փոքր գժուկ ենք ընդունում, ու այդ մարդը մեր համար շատ կարևոր է։ Ու դրա մեկ թվում է, թե մենք, չգիտեմ, բծախնդիր ենք։ Հա, սերտներիս մոտիկ մարդ ենք ընդունելու, բծախնդիր պետք է լինենք։ Ու մեր թիմը տենց սուպեր մեծ չի, որ ասես 1000 հոգանոց չտեմ, ինչ որ արտադրամասա կամ չէ, ամեն մեկը այդ սրտին մոտիկ մարդն է, որը հա, դու ուզում ես, որ լավ մարդ լինի։ Շատ լավ, իսկ այդ մարդիկ, որ ուզում են կան իդնում կամ ցանկացած ընկերություն գնան աշխատանքի, վստահաբար իրենց էլ ինչ որ խորհուրդներ կա, որ կարող ենք տալ։ Ոնց ներկայանան գործատուին, ինչ ասեն, ինչ անեն, ինչ մտածեն, ոնց գնան հարցազրույցի։ Եվ մարդկային որակները կարևոր։ Ներկայանան անկեղծ, որովհետև եթե իդնը կամ սիրունսկին բառը քո տեղը չի, ուրեմն մի հատ տեղ կա, որը քո տեղն է, պետք չի ինչ որ, չգիտեմ, հարցազրույց լսել կամ լսել են մեկի ինչ ասեց ու գալ այդ կաղապարով, չէ, որովհետև դու լինելու ես սխալ մարդ սխալ տեղում ու այդ էֆեկտը, արդյունքը չես ունենալու, որովհետև դու գործը չես սիրելու, միջավայրը քոնը չի լինելու եւ այլն, եթե նույնիսկ ինչ կերպով հայտնվես ու աշխատել։ Դրա համար ավելի լավ է անկեղծ, որովհետև հավատում եմ, որ ամեն մարդ իր տեղը հստակ ունի, այն գործ, աշխատանքը, թիմը, որովհետև ինչի լինել օրինակ իդնում ու ինչ որ
առանց պրոգրեսի կյանք ունենալ, եթե կա միտեղ, որտեղ դու նենց ես ծաղկելու ճիշտ միջավայրն է եւ այլն։ Սոր անկեղծ, որտեվ եթե չէ, օքեյ է, եթե ընդունվես, ուրեմն էլի օքեյ է։ Քո տեղը կարևորը որ գտնես։ Ավելավը զուտ անկեղծ։ Ինչ-որ տենց հստակ բան չկա, զուտ մեկ էլ էս 3 բանը կավելացնեմ։ Ապա Զուտ իմ բանը։ Ինձ թվում է ծնողի հետ պետք չի գալ հարցազրույց։ հիմա ունենում եք դեռ այդպիսի դեպքեր։ Շատ են։ Շատ են։ Ինձ թվում է ծնողի հետ պետք չի գնալ հարցազրույցի, որովհետև գործատունն ուզում է հասուն մարդու հետ աշխատի։ Իսկ եթե դու գալիս ես ծնողի հետ, այդ արդեն նշանակում է, որ դու հասուն չես։ Ու ոչ մի մանկապարտեզի վարիչ կամ դպրոցի դասյարակ, դասղիկ չի ուզում աշխատի ծնողի կանչի, չգիտեմ, չէ, մենք ուզում ենք հասուն մարդ։ Հա, փառք Աստծո, լավ ընտանիքից, լավ ծնողներով, բայց հարցազրույցին առանց ծնող ենք գալիս։ Հետո աշխատելուց էլ չեն կարող բերել։ Մյուսը հիմա շատ մոդայի կա, չգիտեմ, փորը բաց, ասում ենք հագնվեք ոնց ուզում եք, սուտ են ասում։ Հարցազրույցի ժամանակ մի հագնվեք ոնց ուզում եք։ Կա, չգիտեմ, կա dress code, կա մինիմալ բաներ, որոնք պետքա պահել, չգիտեմ, շատ բաց չհագնել եւ այլն։ Այդ տիպի կանոններին ինձ թվում է պետքա մի հատ էլ ֆիքսել, որ մանավանդ երիտասարդները համապատասխան հագուստով գան, ծովափնյա, մանավանդ ամռանը, չգիտեմ, տենց հագուստով չգալ հարցազրույցի, ու սա վերաբերում է արդեն մեզ մասնագիտական եղունգները։ Ինձ համար միշտ տարօրինակ է լինում, երբ որ գալիս է մարդ, որը, չգիտեմ, մարդու մաշկի հետ աշխատելու կամ բուժ աշխատողը ու երկար լցրած եղունգներ, այդ ավտոմատ չէ։ Դες դրական չի խոսում որպես մասնագետ։ Մասնագետի մասին։ Դրոմ այդ զուտ այդ 3-ը սենց Ուշադիր կլինի։ ուշադիր։ Նու մենք շանս տալիս ենք իհարկե, եթե շատ ենք հավանում, բայց ամեն դեպքում սա ոնց որ Առաջին առաջինն է, որ հա տպավորությունը։ մի քիչ կարա բացասական լինի։ Հասկացա։ Շատ կարևոր խորհուրդներ էր ինձ թվում է կօգտագործեն տեխնացուները, մենք անպայման այս հատվածը մի հատ Մարդիկ բոլով հիմա կտարածենք։ կզարմանան, բայց չէ, այնքան շատ է լինում, որ արդեն մեզ մոտ այդ 3 բանը, սենց նույնիսկ ես չէ, կարող է նստած լինի reception-ում սպասում, արդեն գիտեն։ Անիմաստ ժամանակը։ Հա, Սիրուն ջան, շնորհակալ եմ ձեր փորձով կիսվելու եւ ժամանակ հատկացնելու համար։ ես եմ շնորհակալ, շատ հետաքրքիր հարցեր էին, բաներ կար, նույնիսկ այն որ ես բացահայտեցի։ Ես եմ շատ շնորհակալ։ Մերսի։ Հուսամ էլի առիթներ կլինեն շփվել։ Իհարկե։ Դուք դիտում եք Jobcast-ը, կարող եք բաժանորդագրվել մեզ հետագա էպիզոդները բաց չթողնելու համար։